Դեռ միայն մուտքի դուռն է Զանգի հայկական մեսենջերին նոր փոփոխված գույներով, շուտով ամբողջ գրասենյակը կհուշի։ Զանգին էլ նարնջագույն չէ, հայկական ամենահայտնի մեսենջերը վերաբրենդավորվել է ու դարձել ավելի հեշտ օգտագործվող։ Նոր լոգոն է իր տարբերանշանով, Զանգին հենց իր հեռախոսի տեսքով։ Հայկական Զանգին միակ մեսենջերը, որն ունի ամբողջական հայկական ինտերֆեյս ու նույնիսկ հայկական ստիկերներ, օգտատերերին խոստանում է հայկական կպչուն արտահայտությունների օնլայն շտեմարանը դեռ կմեծանա։ Գժանոցն են շատ օգտագործվում ու հենց այն տիպիկ հայկական արտահայտություններ, չգիտեմ, դելավելին, զզվացրիր։ Skype-ի, WhatsApp-ի, Viber-ի հայկական այլընտրակն արդեն ունի 1.5 միլիոն ակտիվ օգտատեր։ Արագ մեսիջ գրելու հնարավորությունից մինչև ինտերնետի խնայողության ֆունկցիաներ, տեխնիկական բոլոր նորարարությունները ստեղծվում ու կատարելագործվում են հենց այստեղ։ Մեր iOS developer-ների թիմն է, այս դիմացում արդեն Android developer-ների թիմն է։ Զանգի հանդիպումների սենյակում միշտ մարդ կա, հայկական հավելվածը նոր հեղափոխական փոփոխությունների է պատրաստվում։ Ոչ միայն հայկական, այլև համաշխարհային հեռահաղորդակցության ոլորտում։ Հնարավոր է գլոբալիզացնել SIM քարտերը, հնարավոր է գլոբալիզացնել, որտեղ դա այն հազվագյուտ, այսպես բաներից մեկն է մնացել, որը դեռ գլոբալիզացված չէ։ Զանգիի նոր էստոնացի գործընկերներն են ծանոթացել են Բարսելոնայի տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, այսօր Երևանում են։ Մենք արդեն Զանգիով ենք շփվում, թեստավորեցինք, կապը հիանալի է, շատ հարմար մեսենջեր, այնպես որ լավ հավելում կլինի մեր ռոմինգային պրոդուկտներին։ Էստոնական Top Connect ընկերությունն ու հայկական Զանգին շուտով հնարավորություն կտան առանց SIM քարտ փոխելու աշխարհի բոլոր անկյուններում զանգ կատարել։ Զանգի խոսում ենք ամբողջովին անվճար է, Զանգի out է, որ Զանգի ցանցից զանգում ենք մեկ այլ օպերատորի ցանց, դա վճարովի զանգ է։ Լինելով մեկ կոճակ, որով դուք զանգելու եք, արդեն չիմանալով դա գնում է IP-ով, թե գնում է SIM քարտով։ Տեխնոլոգիական լուծումներով ու գործիքներով Զանգին կարող է դառնալ հեռահաղորդակցային ամենաճանաչված հայկական բրենդն ու դառնալ ամենահայտնի մեսենջերների լուրջ մրցակիցը։ Մանու Իրիցյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։